Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մենք խոսելու ենք սննդակարգի մասին, սննդակարգի ազդեցությունը մեզ վրա, մեր էներգետիկայի վրա, մեր դաշտի վրա, որ սննդատեսակներն են, որ օգնում են քեզ, քո դաշտին, լինել ավելի ամուր, ավելի պաշտպանված, եւ որ սննդատեսակներն են, որ սասացնում են վիբրացիաները եւ դաշտը եւ քեզ դարձնում ավելի խոցելի։ Գոյություն ունեն 3 տեսակի դասակարգումներ եւ մենք սննդակարգը դասակարգում ենք ըստ այդ 3 խմբի։ Սատվիկ, մաքուր սննդատեսակներ, ռաջասիկ սննդատեսակներ, որոնք պարունակում են կիրք, կրքի էներգիան, եւ տամասիկ սննդատեսակները, դա բթացնող, տգիտացնող, սպանող սննդատեսակներն են։ Եվ այսպես, ամենալավ տարբերակը դա սատվիկ սննդատեսակներն են։ Այսինքն այն սննդատեսակներն են, որտեղ էներգիան մաքուր է։ Այդ սննդատեսակների խմբին են պատկանում մրգերը, բանջարեղենները, հատիկավորները, մեղրը, կովի կաթը, բնական հումքով սննդատեսակները եւ որոնք վերամշակված չեն, որոնք բավականին երկար ժամանակ ինչ որ պահած չեն, փչացած չի, թարմ է, սրանք սատվիկ սննդատեսակներն են։ Ռաջասիկ սննդատեսակները դա կակաոն օրինակ, կակաոն դա ռաջասիկ սննդատեսակների մեջ է, սուրճը։ Այնտեղ կրքի էներգիա կա, այնտեղ ինքը քեզ բարձրացնում է քո էներգետիկ դաշտը, ու այնուհետև այն գցում է քեզ։ Ռաջասիկ սննդատեսակների մեջ մտնում են բոլոր այն սննդատեսակները, որոնք այդ պահին ստիմուլ են քեզ տալիս, հա, քեզ էներգիա են տալիս եւ այնուհետեւ քեզ հենց վերցնում են էներգիան։ Այնտեղ է մտնում նաեւ այծի կաթը։ Այսինքն այծի կաթը սկզբից էներգիա է տալու քեզ, կրքի էներգիան է միացնելու եւ այնուհետեւ էներգիա է վերցնելու։ Դրա համար եթե կաթերի մեջ նախընտրում ենք, ապա նախընտրենք կովի կաթը։ Իհարկե մարսողության տեսանկյունից այծի կաթը շատ ավելի հեշտ է մարսվում, քան կովի կաթը։ Եվ նույնիսկ մարդիկ կան, ովքեր կաթը ընդհանրապես չեն կարող մարսել, դա արդեն լրիվ ուրիշ հարց է, եւ այստեղ պետք է պարտադիր խորհրդակցել մասնագետի հետ։ Հաջորդը տամասիկ սննդատեսակները, տամասիկ են համարվում ծխախոտը, ալկոհոլը, միսը, մսամթերքը, որի մեջ մտնում է իդեպ եւ միսը, եւ ձուն, եւ ձուկը։ Բոլոր տեսակի մսերի մասին է խոսքը։ Որովհետեւ ես նկատում եմ, այնտեղ ինչ որ յոգեր կան կամ մարդիկ կան, ովքեր ասում են, որ մենք բուսակեր ենք, բայց օգտագործում են օրինակ ձու կամ ձուկ, դա իրականում բուսակերություն չի։ Բուսակերությունը նախ ենթադրում է, որ դու ոչ մի տեսակի կենդանի արարած պետք է չօգտագործես, հա, որտեղ արյուն կա, որտեղ կյանք կա, հա, այդ կյանքը կարա ծնվի։ Մսամթերքը, ընկերներ, իրականում ալկոհոլը, մսամթերքը եւ տամասիկ սննդատեսակները, սրանք ամենաուժեղն են վնասում մեր դաշտին, մեր էներգետիկային, որովհետեւ երբ սպանդ է տեղի ունենում եւ այդ անասունին կամ կենդանուն սպանում են,
Նա ապրում է վախ։ Այն ամբողջ վախը, որը որ ապրել է այդ կենդանին, գրվում է իր դնաթեի մեջ, իր բջիջների մեջ, հիշողության մեջ, ու մնում է իր հետ։ Մարդը օգտագործելով այդ ամենը, իր համակարգի մի մասն է դարձնում այդ վախերը, այդ տագնապները, այդ կարման, ծանր կարմա է, իդեպ ամենածանր կարման դա սպանդի, հա, կարման է, որը միանշանակ ետ է վերադառնալու։ Դրա համար ընկերներ, բացի էներգետիկ դաշտը եւ քո էներգետիկ դաշտի պաշտպանությունը, սա նաեւ բացական կարմա չվերցնելն է։ Այդ պատճառով ես առաջարկում եմ երկար մտածել նախքան կմասնակցես գիտակից կամ անգիտակից ձևով նման պրոցեսներին, որովհետև այս կյանքում իրականում մենք ենք ընտրում, մենք պետք է ընտրենք էվոլյուցիան, եթե դա է մեզ հետաքրքրում, եթե մենք ցանկանում ենք բարելավել մեր կյանքի որակը, ապա դու պետք է հասկանաս իրականում քո որ գործողություններն են բերելու քո էվոլյուցիայի դրական ընթացքին եւ քո որ գործողություններն են բերելու էվոլյուցիայի ճիշտ հակառակ խանգարող ընթացքին։ Մարդկային էակին սա տրված է եւ մարդկային էակը մնացած կենդանիներից այս մոլորակի վրա տարբերվում է հենց դրանով, որ ինքը ունի ընտրության հնարավորություն կամ գնալ դեպի էվոլյուցիա կամ գնալ դեպի հակառակը եւ այսպես մեզ համար արդեն հասկանալի էր, որ մսամթերքը պահածոյացված մթերքները դրանք ծանր տամասիկ սննդատեսակներ են եւ դրանց օգտագործումը ցածրացնում է քո վիբրացիաները։ Փորձեք ընկերներ դանդաղ հրաժարվել մսամթերքից, ծանր ուտելիքներից եւ կտեսնեք ինչպես է բարձրանում ձեր վիբրացիաները։ Փորձեք ձեր սննդակարգի մեջ շատ ներառել կանաչեղեն, մրգեր, բանջարեղեններ եւ դուք կտեսնեք ինչպես է բացի այն որ փոխվում ֆիզիկական առողջությունը եւ լավանում է ֆիզիկական առողջությունը, նաեւ կլավանա ընդհանուր մտքի վիճակը եւ էներգետիկայի վիճակը։ Փորձեք դանդաղ եւ գիտակից ձևով քչացնել այդ վատ սննդատեսակների օգտագործումը եւ դրանց փոխարեն օգտագործել ավելի ճիշտ, ավելի կառուցողական եւ ավելի գիտակից ձևով այն սննդատեսակները, որոնք իսկապես օգտակար են քեզ համար, քո մարմնի համար եւ քո գիտակցության համար։ Շնորհակալություն։ Այսօրվա մեր հանդիպումը մենք կսահմանափակենք այսքանով։ Ձեզ ցանկանում եմ լավ, դրական եւ կառուցողական օր։